Սահմանադրական դատարանում վիճարկվում են ընտրությունների արդյունքները, բարձր դատարանը որոշումը պիտի հրապարակի մինչև հուլիսի 4-ը։ Ռուբինյանը ազգային ժողովի նախագահի, Ալեքսանյանն ու Ղազարյանը փոխխոսնակների թեկնածուներն են։ Ռուսաստանը խստացնում եւ ընդլայնում է սանկցիաները Հայաստանի դեմ, Երևանը հայտարարում Բրյուսելի հետ բացառիկ նախագիծ է պատրաստվում։ Բարի օր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես, Սահմանադրական դատարանը այսօր քննում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումներով գործերը, որոնք ավելի վաղ միավորել եւ որոշել էր քննել նույն նիստում։ Գործով զեկուցող է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն բարձրագույն դատարանը կամ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կամ անվավեր ճանաչելով այն կայացնի մի քանի որոշում, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, անվավեր ճանաչել սահմանել մանդատների բաշխման կարգ եւ նշանակել ընտրություններ։ Ի դեպ, Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զենյալյանը եւ Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում գործի քննությանը, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Զենյալյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս թեմային։ Սահմանադրական դատարանի որոշումն է եղել իմ եւ պարոն Վարդանյանի հանրայնության վերաբերյալ։ Իսկ դուք այդպես գտնում եք, թե կասում որ կարող եք նաև մասնակցել։ Դա Սահմանադրական դատարանի որոշում է։ Պարոն Զենյալյան, դա Սահմանադրականի մասով հնարավորություն քննարկվել է Սեդա Սաֆարյանի հանրայնության հարցը, մերժվել է որոշումը։ Եվ ինչպես եք այսօր տրամադրված մյուսի աշխատանքներից ասում։ Հետևելու եմ նիստին, Սեդա Սաֆարյանի մասով նման որոշում չի ընդունվել, քանի որ այն չի ստացել օրենքով նախատեսված թվով դատավորների կողմ ձայները։ Ուժեղ Հայաստանից Արամ Վարդևանյանն էր միջնորդել կասկածի տակ դնելով դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ընտրական վեճի քննությանը, հիմնավորելով դա նրա նախկին քաղաքական կապերով ու փաստաբանական գործունեությամբ։ Միջնորդությանը միացել էր նաև Հայաստան դաշինքը։ Սեդա Սաֆարյանը այսօր կոչ է արել չքննարկել հարցեր, որոնք կվտանգեն իր անաչառությունը։ Այնուամենայնիվ խնդրում եմ գոնե նիստից առաջ չքննարկենք այնպիսի հարցեր, որոնք կարան իսկապես վտանգեն, ինչպես են ասում, իմ անաչառությունը։ Այսօր կրկին դիմել է, որպեսզի դուք չմասնակցեք։ Դա Սահմանադրական դատարանի դատավորի մենաշնորհն է այդ հարցը դնել քննարկման։ Կողմը կարող է ներկայացնել դեպքեր եւ դատավորներից որևէ մեկը կորոշի։ Առաջադրի թե չառաջադրի։ Սահմանադրական դատարանը մերժել է ԲՀԿ ներկայացուցչի միջնորդությունը, ԲՀԿ-ն միջնորդել էր քննությունը շարունակել Սահմանադրական դատարանի ամբողջ կազմով, այլ ոչ թե 7 հոգով, այսինքն Արտակ Զենյալյանին ու Վլադիմիր Վարդանյանին թույլ տալ մասնակցել նիստին։ Սահմանադրական դատարանը ունի 9 դատավոր, 9 անդամի քանակի փոփոխությունը առաջացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե Սահմանադրական դատարանի կողմից, այլ Սահմանադրական դատարանի կրճատված կազմի կողմից, ինչը առաջացնում է որոշակի խնդիր, որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված, ասել էր ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ Միաժամանակ ուժեղ Հայաստանը հայտարարել է, թե այսօր ժամը 16:30-ին իր համակիրներին հրավիրում է Սահմանադրական դատարանի մոտ պահանջելու անվավեր ճանաչել բազմաթիվ ընտրախախտումներով, բռնաճնշումներով, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ անցկացված ընտրությունները։ Հայաստանին պետք են նոր, ազատ, անկախ եւ թափանցիկ ընտրություններ, նշվում է հայտարարությունում։ Ազգային ժողովի նախագահի ընտրության գլխավոր ինտրիգը հանգուցալուծվել է։ Քաղաքացիական պայմանագրի 3 թեկնածու էր առաջադրվել խորհրդարանի խոսնակի պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Հայկ Կոնջորյանը։ Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը նշել է, որ շոյված է արդյունքից ու վստահությունն իր համար շատ պարտավորեցնող է։ Ես չեմ կարող ասել սպասելի էր կամ անսպասելի էր, բայց շոյված եմ արդյունքից, այսպես ասեմ, եւ
եւ վստահությունը ինձ համար շատ պարտավորեցնող է, բայց ես չեմ կարող ասել, որ ինչ որ բան պիտի ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահ կամ մյուս տեխնացուները։ Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ ազգային ժողովի նախագահ է եղել եւ առաջին ազգային ժողովի նախագահն է իդեպ, որը ամբողջ ժամկետը նախագահել է, այսինքն հիմա երբ որ օգոստոսին լրանա, Հայաստանի պատմության մեջ չի եղել ազգային ժողովի նախագահ, որ մինչև ժամկետի վերջը այդ պաշտոնը զբաղեցնի, եւ պարոն Կոնջորյանը փայլուն խմբակցության ղեկավար է եղել, եւ մենք այս տարիների ընթացքում, այս 5 տարիների ընթացքում շատ մեծ եւ պատասխանատու աշխատանք ենք իրականացնել իրար հետ, անցել ենք շատ մեծ փորձությունների միջով, ի վերջո նաեւ մեր աջակցությամբ եւ մասնակցությամբ է տեղի ունեցել խաղաղության հաստատումը եւ մենք նպատակաուղղված ենք միասին շարունակել աշխատել։ Ինչն է որոշիչ եղել։ Օրինակ հնարավոր է որ Փաշինյանի հավանությունն ավելի շատ ձեր կողմն է եղել։ Այսինքն ձեր մեր քվեարկությունները փակ գաղտնի են եւ ոչ ոք չգիտի եւ ոչ ոք չգիտի թե ով ում ինչպես է քվեարկել։ Ենթադրում եմ, որ գործընկերների մեծ մասը համարել է, որ այս փուլում ճիշտ կլինի, որ ես զբաղեցնեմ այդ պաշտոնը։ Այսօր Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին, շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբինյանին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կողմից ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը հանուն Հայաստանի Հանրապետության, ասել է Սիմոնյանը։ Միաժամանակ ազգային ժողովի փոխխոսնակների պաշտոններին առաջադրվել են Վահագն Ալեքսանյանը եւ Ալխաս Ղազարյանը։ Եվ այժմ զրուցելու եմ փաստաբան Լուսինե Զեյնալյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Տիկին Զեյնալյան, դե բնականաբար բոլորիս ուշադրության կենտրոնում է Սահմանադրական դատարանը, քննությունը, որն իրականացնում է բարձր դատարանը։ Դուք եւս Սահմանադրական դատարանում ներկա եք։ Այո, հանուն Հանրապետության կուսակցությունից։ Այո։ Նախ սկսենք հանուն Հանրապետության մասով, ինչ միջնորդություններ եք ներկայացրել, բավարարվում են, չեն բավարարվում։ Մեր ներկայացված դիմումի շրջանակներում նաև երկու միջնորդություն է ներկայացվել դատարանի կողմից ապացույցներ ձեռք բերելու եւ հարակից պատասխանողներ ներգրավելու եւ դատարանը դրանք բավարարել է։ Ովքեր են։ Հարակից պատասխանողները դրանք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչներն են լինելու, ներքին գործերի նախարարությունը եւ հակակոռուպցիոն կոմիտեն։ Այսինքն բոլոր մեր պահանջները բավարարվել է այդ մասով։ Ես տեղեկություն կար, որ Սահմանադրական դատարանի դատավոր Նուրսեդա Սաֆարյանը միջնորդել էր նաև որպեսզի պատասխանող կողմ լինի այնտեղ նաև արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը, որը մերժվել է, հա, բայց նաև շատ հետաքրքիր է, չէ, հենց արտաքին հետախուզության ծառայությունն էր հրապարակել տեղեկություններ, թե ինչպես են օրինակ Ռուսաստանի Դաշնությունում ազգությամբ հայերին, Հայաստանի քաղաքացիներին փորձում ճնշումներ գործադրել նրանց վրա, ներառելով հայաստանյան քաղաքական պրոցեսների մեջ։ Միանշանակ, եթե չմերժվեր եւ այնտեղ այդ ներկայացուցիչը լիներ, նաեւ անաչառության եւ օբյեկտիվության հարց կլիներ, այսօր դա չունենք, բայց դրա փոխարեն որպես երրորդ անձ ներգրավել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրենց ներկայացուցիչների միջոցով, ինչպես նաեւ այնտեղ ես տեսա արտարդատության նախարարին։ Շատ լավ։ Կազմի լեգիտիմության հարց կա։ Կազմի լեգիտիմության հարցը շատ երկար այսօր քննարկվել է ու դեռևս մինչև օրվա երկրորդ կես քննարկվում էր կազմի լեգիտիմությունը, երկու միջնորդություն էր արդիական առարկայական դարձվել միջնորդության քննության համար։ Առաջին միջնորդությունը դա ներկայացրել էր Բարգավաճ Հայաստան Օրբելյանի ներկայացմամբ երկու դատավորներին վերադարձնելու եւ ամբողջ կազմով քննելու այս, որտեղ սա աննախադեպ բողոքների քննություն էր, որովհետեւ Հայաստանի Հանրապետության իր պատմության ընտրական գործընթացի շրջանակներում նմանատիպ ընտրական հետընտրական իրավիճակ երբեք չէր եղել Սահմանադրական դատարանում եւ Սահմանադրական դատարանը նաեւ ինքն էլ արձանագրեց, որ այսպիսի մեծածավալ դիմումներ եւ մեծածավալ քննության գործընթաց դեռևս չենք ունեցել եւ վերադարձնելու մասով էր հետաքրքիր էր, որ այդ միջնորդությանը նաեւ
առարկում էր ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Վարդևանյանը, որ եթե կարծիք հայտնեց, որ եթե ինքը կարծիք հայտնի միջնորդության բովանդակությանը, ապա ինքը առարկում է այդ բովանդակությունը, ինքը ոչ միայն չի ցանկանում, որպեսզի այդ երկու դատավորները վերադարձվեն, այլ նաև Սեդա Սաֆարյանին լեգիտիմությունը քննարկեն, որ ոչ լեգիտիմ է, որովհետև ներկայացվեց Վճռաբեկ դատարանում Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված նախկին փաստաբանի կարգավիճակում բողոքի քննության արդյունքում 2025 թվականին բավարարված բողոքի արդյունքներ էր արձանագրվել եւ արձանագրեցին, որ դա ուժեղ Հայաստանի պատգամավորների ցուցակի տեխնացուի նկատմամբ էր, այս էր հիմնական հիմնակարը, հա, ներկայացված բողոքի, սակայն քանի որ բացարկի եւ ինքնաբացարկի ինստիտուտի սահմանադրական դատարանի մասին այլ ձև է ինչ որ համեմատում ենք մեր սովորական դատարանների մասով, պետք է դատավորը ինքը ներկայացնի դատավորներից որովհետեւ մեկը բարձրաձայնի այդ հարցը, ուստի այդ հարցը այդպես էլ քննության առարկա չդարձավ եւ ոչ միայն Սեդա Սաֆարյանի մասով էր, այլ նաեւ Խաչատուրյանի մասով էր, առանցքային ինքը առնչվում էր նաեւ Սասուն Խաչատրյանի հետ ազգակցական բարեկամական կապով պայմանավորված, ինչպես նաև SMS հաղորդագրության, այսինքն այն պոպուլիստական եւ մանիպուլյատիվ արտահայտություններ, ինչը նախընտրական գործընթացում էր իրականացվում, մենք այնտեղ նույն process-ը այնտեղ էինք տեսնում SMS հաղորդագրություններով իշխանական կողմից աշխատանքից ազատվել, ինչքանով է անդրադառնում ձեր լեգիտիմության վրա, ինչքանով ձեր անաչառությունը կարող է ապահովել, բայց հակառակ էֆեկտներ, որովհետեւ եթե հակառակ մասով, եթե հեռացրել են ձեր եղբորը, ուրեմն դուք չեք կարող անաչառ որոշում կայացնել, այսինքն ի հակառակ օբյեկտիվությանը, հա, բայց այդ հարցն էլ այդպես էլ քննության առարկա չդարձավ ու դեռևս քննարկվելու էր միասնության թևերի կողմից էր ներկայացվել միջնորդություն եւ նմանատիպ այլ միջնորդություններ, մինչեւ այդ միջնորդությունների փուլը չանցնեին, հաջորդիվ պետք է հանդես գար զեկուցողը, ես ուղղակի մինչեւ զեկուցողը արդեն դուրս եկա դահլիճից։ Շատ լավ, այսինքն դուք կազմի լեգիտիմության խնդիր չեք տեսնում։ Մենք խնդիր չենք բարձրաձայնել, մենք որևիցե միայն մեր ներկայացուցիչը փորձեց բովանդակային մասով որից է բացատրություն տալ, բայց դա որոշեցին, որ հետագայում, երբ որ բովանդակային հարցերը կքննարկվի, մեր հանրապետության կուսակցության ներկայացուցիչը կներկայացնի դրա բովանդակությունը 2021 թվականին, քանի որ այդ հարցը բարձրացվեց, Սեդա Սաֆարյանը եղել է հանրապետության կուսակցության ցուցակով առաջիկին պատգամավորի տեխնացուն, որից հետո մենք այնտեղ նստած ենք, հանրապետության կուսակցությունը այնտեղ նստած է, ինչպես նաև պարոն Մերաբյանը հնչեցեց, որ դահլիճում է, անգամ նրա ներկայությունը կարող է ազդել Տիկին Սաֆարյանի որոշումների վրա, որովհետև մեկ թիմով, մեկ ցուցակով են 2021 թվականին հանդես եկել, հա, ազգային ժողովի ընտրություններին, ոչ իհարկե։ Ես չեմ կարծում, նույն ձև կարող է հետագայում ես էլ ունենամ այլ աշխատանքներ եւ եղել եմ ցուցակում որպես անկուսակցական փաստաբանի կարգավիճակով։ Դա դեռ չի նշանակում հետագայում կարող է անաչառության հարց առաջանալ։ Ուղղակի հենց այդ պոպուլիստական եւ մանիպուլյատիվ շոուն, այն որ ասում է շոուն ապահովում ենք, Սահմանադրական դատարանում շոուն ապահոված է, մնում են հեռուստադիտողները հետևեն իրենց պոպկորններով։ Շատ լավ։ Տեսեք, հանուն հանրապետություն 7 ուժեր դիմեցին, հանուն հանրապետության դիմելու հիմքը այլ է, քան մնացած ուժերը։ Տարբերվում է։ Մեր կուսակցության ներկայացրած դիմումի պահանջը ինքը տարբերվում է։ Կոնկրետ մերը վերաբերում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1406/2026 թվականի կայացրած արդյունքները ամփոփելու որոշումը անվավեր ճանաչելու եւ ացանցիալ պահանջ ենք մենք ներկայացրել, որպես այդպիսին վերաբաշխելու մանդատները վերաբաշխելու պահանջ ենք ներկայացրել, ոչ թե արդյունքները ամբողջությամբ անվավեր ճանաչելու։ Այդ դրանով ենք մենք տարբերվում մնացածից։ Դրա հիմքը ո՞րն է այդ վերաբաշխելու։ Վերաբաշխելու հիմքը ամբողջությամբ մենք քարտեզ ենք ներկայացրել հիմնավորումները եւ պատճառաբանությունները, որ համատարած են եղել ոչ թե 1, 2, 3 տեղամասերում, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության քարտեզագրված ընտրակաշառքները եւ ազդել են ընտրողների ժողովրդի կամահայտնությանը։ Կոնկրետ սա է եւ քրեական գործերի վարույթների քանակը եւ հիմնավորել ենք, որ Սահմանադրական դատարանի իրավասության ներքո չի գտնվում քրեական գործերի քննության մեղավորության որոշումը, այլ
սահմանադրականության լիազորությունների շրջանակում եւ իրենց լիազորությունների այդ ամբողջ ծավալի ներքո պետք է քննարկվի եւ գնահատական տրվի արդյոք խեղաթյուրվել է եւ խոչընդոտվել է ընտրողի ազատ կամքը թե ոչ եւ մենք քարտեզ ենք ներկայացրել հենց դրան էր վերաբերվում մեր միջնորդություններից մեկը, որ մենք ապացույցներ ենք պահանջել տարբեր պետական մարմիններից, որպեսզի դատարանի համար ավելի թափանցիկ եւ ներկայացվելիք լինեն, թե ինչ ընտրախախտումների մասին է մեր խոսքը եւ ինչ Հայաստանի Հանրապետության քարտեզով ինչքան համատարած են տեղի ունեցել։ Մնացած կուսակցությունների տարբերությամբ մենք ավելի օբյեկտիվ պահանջներ ենք ներկայացնում, քան մնացած 6 կուսակցությունները։ Նրանք պահանջում են նոր ընտրություններ։ Նրանք պահանջում են նոր ընտրություններ։ Ուժեղ Հայաստանը երկրորդ փուլել էր պահանջում, որը այս պարագայում սահմանադրությամբ հնարավորել չէ այս պարագայում այո, այս տոկոսային հարաբերություն, բայց իրանք ոնց ասեմ, երազանքների իրականացմանը 3 խնձորները չէ, մեկը ինձ, մեկը քեզ, մեկն էլ ով կարողանա բռնի։ Հիմա մեկ սա, մեկն է, եթե սա էլ չլինի, անգամ իրանց հեգնական տեսքով նստելը, հեգնական մնացած կուսակցությունների ներկայացրած պահանջները կամ զեկուցման ընթացքում իրենց հենց արտաքին վարքագիծն է արդեն իսկ ներկայացվում, որ պատրաստված եկել են։ Շատ լավ, ո՞րն է ամենահավանական որոշումը համարում բարձր դատարանի կողմից, Այս պահին շատ դժվար է այդ հարցին պատասխանել, որովհետև տեսեք, ստեղ դեռևս միջնորդությունների քննության փուլ ենք անցնում եւ արդյոք այսօր ընդհանրապես քննարկվում էր լիազորությունների շրջանակը, արդյոք այս դատարանի կազմը լիազորություններով օժտված է իրականացնելու տվյալ գործի քննությունը թե ոչ, եւ այլ անձանց մասնակցության հետ բերելու եւ որոշումները կայացնելու։ Եթե հանկարծակի սահմանադրական դատարանը չեղարկեր նախորդի որոշումը, դուք պատկերացնում եք արդեն իսկ օրենքի ուժ ստացած որոշումը պետքա այսօրվա դատական նիստին չեղարկվեր, որը իրատեսական չէր, հենց այդ հիմքով էլ մերժվեց մնացած այն երկու Զենալյանին եւ Վարդանյանին վերադարձնելու, ինչպես նաև իսկ Սաֆարյանի եւ Խաչատուրյանի վերաբերյալ։ Հենց դատական նիստի բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որևիցե մեկը դատավորներից դա պետքա կատարեին, որևիցե մեկը չբարձրաձայնեց նրանց լեգիտիմության համար եւ մնացած ուժեղ Հայաստանի ներկայացուցիչի կողմից բերված բոլոր պատճառաբանությունները դրանք էական չէին, որովհետեւ ներկայացվեց պատճառաբանություն դատարանի կողմից եւ դա ես գտնում եմ, որ իրավաչափ էր, որ ոչ իրավաչափ սուբյեկտի կողմից էր ներկայացվում այդ միջնորդությունը։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում ընդդիմությունը միշտ վիճարկել է ընտրությունների արդյունքները սահմանադրական դատարանում, որևէ անգամ սահմանադրական դատարանը չի բավարարել նրանց դիմումները կամ հայցերը։ Միայն 2003 թվականին կարող ենք հիշել նախագահական ընտրություններ, երբ սահմանադրական դատարանը վստահության հանրաքվե վճռեց, որ պետք է տեղի ունենա 2004 թվականին, այդ վստահության հանրաքվենը Ռոբերտ Քոչյանը Բաղրամյան պողոտայում ծեծ ու ջարդով իրականացրեց, հա, դա էլ կյանքի չկոչվեց, այսպես ասենք։ Այս պարագայում պահպանվում է այդպիսի հնարավորություն։ Վստահության հանրաքվեի չեմ կարծում անհրաժեշտություն կլինի, որովհետև դատարանի կողմից ներկայացված պատճառաբանությունները յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ինձ մոտ կոնկրետ չվերցնեմ որպես ներկայացուցիչ կուսակցության, այլ նաև անաչառ դիտորդի մոտ, դա արդեն իսկ լրիվ ծավալով գործի քննության մասին էր խոսում եւ չեմ կարծում այս պահի դրությամբ դեռևս անաչառության վերաբերյալ կասկած դատարանը որպես այդպեսին իր կազմով չի հարուցել, ուստի հետագայում, որովհետև մինչև այս ամբողջ ծավալը չքննարկվի, մենք ժամանակը շատ սուղ է եւ ամենօրվա ռեժիմով պետք է դատական նիստեր հրավիրվեն, որտեղ 15-օրյա ժամկետ սահմանված սահմանադրական դատարանի համար, որպեսզի ունենա վերջնական որոշում։ Այս արդյունքում մենք պատկերացրեք ինչ դաժան աշխատանքի մեջ ենք լինելու 24 ժամվա ռեժիմով, որպեսզի հասնենք արդյունքների։ Այ արդյունքներից հետո կամփոփենք գնահատականները։ Եվ վերջում կխնդրեմ մեզ ընթացակարգը ներկայացնեք։ Դե հիմա դուք նշեցիք, որ կազմի լեգիտիմության հարցերն էր գնում եւ այլն, հետո պետք է նաեւ ինչ-որ զեկույցներ լինեն։ Ինչ է մեզ սպասվելու այս ընթացքում։ Զեկուցող դա պարոն Շաթիրյանը կներկայացնի, զեկույցը պետք է արդեն իսկ ներկայացվեր, այնուհետև ապացույցների հետազոտման կարգ պետք է լիներ, ապացույցները, որը որ արդեն իսկ ներկայացվել պետք է հետազոտվեր, թույլատրելիության, վերաբերության շրջանակներում կքննարկվի այդ հարցերը, այնուհետև դիմումների
բացատրությունները ներկայացուցիչները կներկայացնեն բացատրություններ որպես այդպիսին, հետագայում լրացուցիչ միջնորդություններ եւ այսպես ընթացակարգով մինչեւ հասնենք ավարտին եզրափակիչին։ Մինչեւ հուլիսի 4-ը։ Մինչեւ հուլիսի 4-ը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս փաստաբան Լուսինե Զեյնալյանն էր։ Ռուսաստանը շարունակում է ճնշումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մոսկվան ընդլայնել է Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները, մինչև ավելի վաղ հայտնաբերված խախտումների վերացումը ժամանակավորապես կասեցնելով եւս 2 հայկական ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը, 10-ին հայտնել են Ռոսել խոզնաձորից։ Այսպիսով Հայաստանից ձկնային ամբողջ արտադրանքի մատակարարումները կասեցված են։ Ամենակննարկվող թեման բնականաբար այս համատեքստում նաև ԵԱՏՄ-ն է։ Եվրասիական տնտեսական միության ձևաչափում իրոք քննարկելու բան կա եւ ես առաջիկայում այդ առիթը օգտագործելու եմ այդ քննարկումը սկսելու, գործադիրի նիստի ժամանակ հայտարարեց Հանրապետության վարչապետը, որովհետեւ իհարկե ես նաեւ մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են եւ պետք է մենք հասկանանք դա ինչ է նշանակում գործնականում, այսինքն մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկրի հետ կապված կարող է այսպիսի որոշումներ կայացնել եւ ուղղակի մի օր արթնանալ ու այդ որոշումները կայացնել, ընդգծել է Փաշինյանը, հավելելով. իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին եւ մենք պետք է այստեղից արդեն հետեւություններ անենք։ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխան ինքը կա թե չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա եւ մենք այդ թվում որպես մասնակից պետություն հարում ենք, որ ինչ որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել եւ տպավորություն է ստեղծվել, որ չկա Եվրասիական, բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի, գիտեք ինչ, ես չկամ այլևս, դե որ իրանք չկան, մենք ինչ կարանք անենք։ Մենք կանք եւ մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ աշխատում ենք մենք Եվրասիական տնտեսական միությունում։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի ինքը կա թե չկա։ Եթե հանկարծ կասի չկա, այսինքն դե յուրե ուղիղ կամ բանով նամյոկով կասի, որ չկա, դե մենք ինչ անենք։ Չկա։ Եթե կա, եթե չկա։ ԵԱՏՄ-ին վարչապետը նաև գործադիրի նիստից հետո ճեպազրույցին է անդրադարձել։ Եթե հարցերը արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի։ Մտահոգված ԵԱՏՄ-ի մյուս գործընկերներն էլ պետք է մտահոգված լինեն։ Հիմա ասենք ԵԱՏՄ-ի մյուս անդամ երկրները Հայաստանից փորձից մտահոգված չեն, 100% համոզված եղեք, որ մտահոգված են, որովհետև բոլորը հասկանում են, որ նույնը կարող է տեղի ունենա իրանց հետ։ Սա քայքայում, եթե մենք հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ-ի քայքայումը դարձնելու անխուսափելի։ Ուղղակի անխուսափելի, ոչ թե Հայաստանի մասին չի խոսքը։ Ես ասել եմ, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել։ Պարզապես եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու անխուսափելի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ հայտնեց, որ մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին եւ քննարկելու է հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ պլանավորում է այցելել Հայաստան։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ պատվիրակության կազմում կլինի նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը դիտարկվում է որպես բարձր մակարդակի աջակցության ազդակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա ղեկավարած քաղաքական ուժի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո, այս մասին գրեց Պոլիտիկո պարբերականը։ Ինչ հարցեր են քննարկելու Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Մարթա Կոսի հետ Երևանում, պարզաբանեց Հանրապետության վարչապետ Փաշինյանը, հաստատելով նման այց։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը իհարկե օրակարգի կարևորագույն հարցերից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության, մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի հեշտացված մուտքը Եվրոպական միություն ապահովելու հնարավորությունը եւ վերջերս արտաքին գործերի նախարարը Բրյուսելում մասնակցել է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին եւ հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա եւ հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծը ավարտին հասցնել, որպեսզի Երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք։
Եվ այժմ զրուցելու եմ Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Բարխուդարյան, եւ այսպես Հայաստանից Ռուսաստանը նաեւ ձգնային ամբողջ արտադրանքի մատակարարումների վրա սահմանափակումներ դրեց, որովհետեւ մինչև երկու ընկերության դեռևս թույլատրվում էր իր արտադրանքը հասցնել Ռուսաստան եւ ԵԱՏՄ շուկա, հիմա որևէ ընկերության չի թույլատրվում, սա ինձ առաջել է գյուղմթերք, հանքային ջուր, ալկոհոլային խմիչքներ եւ այլն, հա, ծաղիկներ ու այսպես Հայաստանը որոշակի քայլեր իրականացրեց, որպեսզի դրանք արտահանման այլ ուղղություններ գտնեն, այդ թվում եւ Եվրոպական միություն եւ Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այլն, հա, դրան իհարկե հիմա կգանք։ Շատ հետաքրքիր է, տեսեք, այն իրավիճակում, որը ստեղծվել է քաղաքական առումով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, տպավորությունը, որ Մոսկվան դիտավորությամբ գնում է այնպիսի քայլերի, որ Երևանին ավելի հեռացնի իրենից, հա, Երևանին դնի այսպես ասենք, այնպիսի մի իրավիճակ, որտեղ Երևանը այլ ընտրանք չունենա, քան նվազեցնի Ռուսաստանի հետ, այդ թվում եւ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները, հա, փորձենք հասկանալ, թե ինչու է դա տեղի ունենում, թե չէ ուղղակի զուտ արդարացնել, որ դրանով Ռուսաստանը փորձում է Հայաստանին ճնշել, մենք տեսնում ենք, որ դա այն գործիքը չէ համենայն դեպս այս պահին, որովհետեւ Հայաստանը ինչ որ չափով կարողանում է դիվերսիֆիկացնել այն արտադրանքը, որը պետք է արտահանվեր ընդհանրական ասած ԵԱՏՄ շուկա, հա։ Ես դրա որակի մասին չեմ խոսում, փաստի մասին ենք, հա, խոսում, այսինքն այնպես չի, որ կոլապս է, կա այդ հնարավորությունը, այդ պատուհանը, հետեւաբար ինչպես ենք բացատրում Մոսկվայի այս քայլերը։ Հենց ձեր ասած վերջի հանգամանքով Մոսկվան հենց այդպես է մտածում։ Եկեք վախեցնենք Հայաստանին եւ ոչ միայն Հայաստանին, բոլորին, որ մեզնից բացի ուրիշ գործընկեր չեն կարող ունենալ, միայն մենք ենք, անվտանգության երաշխիքը միայն մենք ենք եւ այլն եւ այլն։ Եվ դա իհարկե չի աշխատում, որտեղ իրականությունը լրիվ այլ բաների մասին է խոսում։ Իրենք էլ իսկապես այդպես են մտածում։ Ճնշենք, վախեցնենք, ահաբեկենք, դադարեցնենք առևտուրը, որ իրենց մաշկի վերածգան, թե ինչ ծանր է առանց մեզ եւ այլն։ Բայց դա արագացնում է մեր դիվերսիֆիկացիան, ինչպես դուք ճիշտ նկատեցիք, դեպի այլ շուկաներ, առաջի հերթին Եվրոմիության շուկան։ Եվ մենք իհարկե այս լավ հնարավորությունից պետք է օգտվենք, որտեղ Եվրոմիությունը ստամենանի դա աջակցում է։ Պետք է արագ կատարվի այդ դիվերսիֆիկացիան եւ ապագայում դի կարողանանք ապահովել իրենց պահանջվող անհրաժեշտ ստանդարտները, թե սննդամթերքի, թե այլ ապրանքների, սա շատ կարևոր է, որպեսզի հարատև լինի այդ դիվերսիֆիկացիան եւ իսկապես ամրանանք այս շուկայում։ Այս քայլերի մեջ կա նաեւ որոշակի քաղաքական բաղկացուցիչ բնականաբար է Հայաստանին աջակցելու, եկեք բացենք ոչինչ, եթե ամեն ինչ չի անպատասխանում, այս անգամ միաժամանակ սկսենք ներկրել, մինչև իրենք հարմար է։ Այստեղ շատ արագ եւ արդյունավետ եւ նպատակասլաց աշխատանք է պետք հայկական կողմից։ Շատ լավ, հիմա մենք դրան իհարկե էլի կգանք, բայց փորձենք հասկանալ նաեւ թե ԵԱՏՄ-ի հետ կապված ընդհանուր ինչ է էլի կատարում, որտեվ այդ ԵԱՏՄ-ը որքանով էլ որ մենք հասկանում ենք նաև Ռուսաստանի համար կոնկրետ քաղաքական գործիք է ծառայում եւ շատ հաճախ հենց Ռուսաստանի կայսերապաշտական շահերը սպասարկելու համար է, այնտեղ միայն Հայաստանը եւ Ռուսաստանը չեն, այնտեղ կան նաև այլ անդամ երկրներ, հա, եւ այս մասով օրինակ այդ երկրների մոտ հարցեր չեն առաջանում, որովհետեւ Հայաստանը հետաքրքիր նախադեպ է դառնում, վաղը ձեզ կարող ենք այդպես անել։ Իհարկե, հարցեր են առաջանում, իրենք շատ լավ դա տեսնում են։ Ես շատ լավ տեսնում եմ, որ Հայաստանին պահելը շատ դժվար է դառնում եւ հնարավոր է դառնում Եվրոմիությունից ստանալ աջակցություն։ Իրենք են շատ լավ տեսնում, որ այդ նախապայմանները ռեֆերենդում իրականացնել, արագ որպեսզի որոշվի, քանի դեռ մենք պատրաստ չենք։ Նույնիսկ Տոկաևը, որ դրա համահեղինակներից մեկն էր, ինքը միայնակ առաջիններից մեկը շնորհավորեց Փաշինյանին։ Միգուցե ԵԱՏՄ անունից այդպես էլ էր գրվում, բայց ինքը դրանով հասկացրեց մի բան, որ մենք վստահում ենք, հասկանում ենք ձեզ եւ ընդհանուր առմամբ ձեր քաղաքականության աջակցում ենք։ Դա հենց Ղազախստանի տիպիկ վերաբերմունքն է։ Եվ որ այդպես անջատ արվեց ամբողջ, գիտեմ, ԵԱՏՄ-ից եւ այլն, դա հենց դրա նշանն է։ Բնական է հատուկ պահել շուկայում կամքին հակառակ, դա մի անհնարին բան է։ Տնտեսությունը ունի իր օրինաչափությունները, իր օրենքները։ Իհարկե չեն կարող։ Նույն հայկական կոնյակը շատ լավ էլ մուտք է գործելու ռուսական շուկա։ Հիմա ամեն մի կեղծ խմիչք մատուցում են հայկական կոնյակ անվանումը, որտեղ դեռ խորհրդային միությունից իրենք սովոր են, որ հայկական կոնյակ պետք է խմեն, եւ իսկ դա իր ճանապարհը հարթելու է, անշուշտ։
Շատ լավ, իրավիճակի հնարավոր էլ ավելի էսկալացիայի դեպքում կարող է Հայաստանը լուրջ վնասներ կրել ԵԱՏՄ-ից։ Հնարավոր է, ես նկատի ունեմ ոչ հատկապես ԵԱՏՄ-ին, ինչքան օրինակ նույն ռուսական բիզնեսի ներկայությունը Հայաստանում, նույն պղնձամոլիբդենային կոմբինատը Կաջարանի, որ սկսվեց ասում են հայց են ներկայացրել միջազգային։ Այո, դատարան Հայաստանի դեմ $1 միլիարդ վնասի փոխհատուցմամբ, ես չգիտեմ որևէ մանրամասն։ Եվ հարցը դրանում չէ ինչքան է գումարը, այլ հարցը դրանում է, որ այդ նույն հայցը ինչի 1 տարի, 2-3 տարի առաջ էին ներկայացնում։ Թե այդ երևույթը հենց այս 6 ամսում առաջացավ։ Ակնհայտ է, որ սա էլ ինչ-որ մի սանկցիայի տեսակ է, որ ասի, այս է ձեր լավագույն բիզնեսը, հիմա պետք տեսեք ինչ են կանում դրա հետ։ Իհարկե ժամանակից սխալ էր այդպիսի բաժնետերը։ Այսինքն դա Ռուսաստանի ցուցումով է տեղի ունենում։ Միանշանակ բաժնետերը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ռուսական կողմն է բաժնետերը, բավականին շատ բաժնետեր էր տեղից։ Դա վերաբերում է նաև այն, որ Հայաստանի Հանրապետությանը տրվեց 15% այդ բաժնետերի կառավարությանը, բաժնետոմսերի։ Եվ հիմա դրա հետ կապված ինչ-որ դատական վեճեր են գնում եւ այլն։ Շատ լավ, այդ մասով դա, այսպես ասենք, դրա տնտեսական թե քաղաքական բաղադրիչի գինն է ավելի բարձր։ Դա երևի երկուսն էլ։ Տնտեսականը շատ բարձր է անշուշտ, $1 միլիարդ հետ կատակ չեն անում, շատ բարձր, բայց դա նաև ուզում է բոլորին ցույց տալ, որ տեսեք ինչ կկատարվի ձեզ հետ, եթե դուք մեր ուղեծիրից դուրս գաք, այսինքն մեր ենթակայությունից դուրս գաք, մեր կառավարման համակարգից, մեր կողմից կառավարվելու այդ համակարգից դուրս գաք։ Սա դա է նշանակում եւ ի ցույց այլ ԵԱՏՄ երկրների, որոնք շատ հանգիստ կարող են եւ մի օր հետևել Հայաստանի օրինակին։ Հանգիստ նստեք տեղներ։ Հա, հանկարծ չհամարձակվեք։ Այդ տեսակ Հայաստանը փորձեց եւ տեսեք ինչ եղավ իր հետ։ Իսկ Հայաստանի նկատմամբ իրենց դաշնակցային հարաբերությունները չեն ապահովում։ Իրենք են, այսպես ասած, դավաճանում Հայաստանին։ Դրանից հետո մի բաներ Հայաստանին են համարում, որ տողում է գնում է։ Մենք ենք մեղավոր, որ սովորեցրել ենք նրան։ Մենք ենք մեղավոր, որ մեր պետության շատ նշանակալի ակտիվներ վաճառել ենք հենց ռուսական կողմին։ Համաձայն եք Հանրապետության վարչապետի այն դիտարկման հետ, որ նախ ԵԱՏՄ-ն պետք է պատասխանի հարցին, ինքը կա թե չկա, եւ երկրորդ, եթե խնդիրները չեն լուծվում, ԵԱՏՄ-ն քայքայվելու է։ Քայքայվելու է հենց առաջիններից մեկը մեր օրինակով։ Եթե խնդիրը չեն լուծվում, եթե գիտեք քանի անգամ դեպք է եղել, որ իմ Լարսում փակել են, չեն թողել հայկական բեռները գնալ, հայկական կողմը հայտարարել է, որ այդ դեպքում մենք ԵԱՏՄ-ից դուրս կգանք, նոր բացել են։ Այդ դեպքում մենք հիմա այստեղ խաղ չենք խաղում։ Շատ լուրջ հարաբերություններ են տնտեսական հարաբերությունները։ Եթե դա մեզ ձեռ չտալիս, մենք պիտի անպայման գնանք եվրոպական շուկա։ Ինչ վերաբերում է եվրոպական շուկային, Երևանը պատրաստվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի այցին։ Հանրապետության վարչապետը ասաց, որ ի թիվս այլ կարևոր հարցերի երկկողմ փաթեթ է նախաձեռնվում, ասաց հուսանք, որ կհասցնենք ավարտին հասցնել, որպեսզի Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հայտարարեն Հայաստանին գյուղմթերքին է վերաբերելու բացառիկ ինչ որ արտոնությունների մասին, որոնք լինելու են։ Պարզ է, չէ՞ որ սրանք այն ինչ որ մինչև հիմա է տեղի ունեցել Եվրամիության կողմից եւ այն ինչ որ սպասվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի համատեքստում, սրանք ժամանակավոր, այսինքն ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու հնարավորություններ են Եվրամիության կողմից։ Դուք սկզբում նշեցիք, որ ստանդարտներին համապատասխանեցնել եւ այլն։ Այ ինստիտուցիոնալիզացնելու համար էս ամեն ինչը։ Այնպես չլինի, մենք Եվրամիությունը աջակցեց, ճգնաժամը լուծվեց, Փաշինյանը գնաց Մոսկվա, խոսեցին, պայմանավորվեցին, քիչ-քիչ հանեցին այդ սահմանափակումները ռուսները եւ էլի ամեն ինչ վերադառնում է շրջանեցյուր, մեր տնտեսվարողները, մեր կառավարությունը այդպես շունչ քաշած հանգիստ վերադառնում են նախկին ռեժիմին, հա։ Ուզում եմ ասեմ, այս ճգնաժամային իրավիճակը, որքան էլ ճգնաժամային եւ այս կառավարությունն է շատ սիրում ասել, որ ցանկացած ճգնաժամ դա նաեւ հնարավորություն է, ինչպես պետք է օգտագործել, որպեսզի կապիտալիզացվի, այսինքն այս ժամանակահատվածը օգտագործվի նաեւ այդ եվրոպական ստանդարտներին գալու, որ Եվրամիություն արտահանումը մեզ համար դառնա, այսպես ասենք, առօրեական ուղղություն, իհարկե չեմ բացառում նաեւ ԵԱՏՄ-ն, չէ՞, սանկցիաները կանեք շատ լավ, արտահանողը այդտեղ էլ կարտահանի, ձեզ լավ ավելի բարձր ստանդարտով ապրանք կօգտագործեք, այսպես ասենք, հա։ Ինչ պիտի արվի։ Բայց կփորձեն այս անգամ, որովհետեւ թույլ տան նորից որ մեր ապրանքը պատի շուկա, ինչ որ մի բան փոխարենը փոկել։ Իսկ փոխարենը ինչ պետք է տա Փաշինյանը։ Մեր
սուվերենությունը, մեր անկախությունը, մեր տնտեսվարողների ստիպի, որ նորից մտնեն ռուսական շուկա, որ հետո նորից ծառեցվի եւ այլն։ Եվ տնտեսվարողները ես վստահ եմ, հիմա շատ ավելի կգերադասեն աշխատել եվրոպական շուկայի հետ։ Եվ ըստ իս կառավարությունը նաեւ պետք է շատ խրախուսի, նույնիսկ ոչ պետական մասնավոր ընկերությունների ստեղծումը, որ ուղղակի բիզնես հիմքերի վրա ձեռնարկության աուդիտ անեն եւ ասեն, այ եվրոպական ստանդարտին համապատասխանելու համար ձեր ապրանքի մեջ, այս արտադրության մեջ այս որակական հատկանիշները այս ձևով պետք է փոխվեն, դա պետք է արվի այսպես եւ հետեւեն, աջակցեն, որ դա շատ արագ լինի։ Դա շատ լավ բիզնես է դառնալու Հայաստանում, շատ արագ, բայց այդ ուղղությամբ պետք է կառավարությունները մտածի եւ աջակցի։ Միգուցե պետական այդպիսի ձեռնարկություններ ստեղծվեն, ինչու՞ չէ։ Դա շատ արագ պետք է արվի եւ ամենակարևոր հարցերից մեկը, իհարկե շատ լավ է, որ գալիս է Եվրոպի հանձնաժողովի նախագահը Հայաստան, բայց պետք է լուրջ ճնշում լինի Թուրքիայի վրա սահմանը բացելու։ Ես համարյա չեմ կասկածում, որ կբացեն։ Իրենք երևի սպասում էին ընտրության արդյունքներին։ Հիմա թույլ տվեցին նաեւ միանալ երկաթ։ Հա, խալքալակի հարց երկաթում, բայց չէ, մեր ուղղակի սահմանները պետք է բացվեն եւ ավտոճանապարհները եւ երկաթգծերը, որովհետեւ մենք կարողանանք ռեալ, այս շատ ռեալ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ քայլերը կսկսվեն այդ ճանապարհները հաղորդակցության ուղիները բացելուց հետո եւ Մերձավոր Արևելք եւ Եվրոմիություն հստակ իհարկե Վրաստանի միջով մենք կգնանք այն երկրները Արևելյան Եվրոպայի վրա այո բայց սա արդեն վստահ հիմնական ճանապարհ է եւ վիզաների ազատականացումը մի քանի մեխանիզմ կա որ իրենք պարտավոր են դա անպայման փոխել եւ ինքնստիքյան դա կլինի շատ մեծ ազդակ, մեծ խթան, մեծ շարժառիթ հայկական արտադրողների համար եւ ժողովրդի համար առասարակ կապել Եվրոպայի հետ ավելի սերտ։ Այո։ Եվ դրա, այսպես ասենք, տնտեսական գործոնով պայմանավորված դրա հավելյալ ազդեցությունները։ Միանշանակ։ Եվ նաեւ ժողովրդի մակարդակ։ Այո, այո։ Այդ կապերը որ կան, իհարկե տնտեսությունն էլ դրա հետևից կգնա, կրթությունն էլ ավելի կակտիվանա, այդ փոխանակումները։ Եկեք չմոռանանք, հա, ես նախորդ իմ հարցազրույցների ժամանակ եմ ասել 26 դար շարունակ մենք Եվրոպայի հետ հաղորդակցվել ենք առանց վիզայի 27-րդ դարում հասկանալի է երկաթյա վարակույր խորհրդային միություն վիզաների համակարգ փակ սահմաններ բայց հիմա արդեն անցել է խորհրդային միությունից ավելի քան վաղճանից ավելի քան 35 տարի ժամանակն է սափվելու Ես տեսնում եմ առաջի տարիներին, որ ավելի շատ շփվում է Եվրոպայի հետ, եւ որ կառավարությունն է աշխատում, այդ զգուշավորությունը մի քիչ կար, որոշ չափով այդ հեռավորությունը պահում է, գնալով պակասեց եւ մի 10 տարի հետո կարծես թե լրիվ նվազեց եւ հիմա լրիվ անհայտացավ, իրենք ներս համարում են իրենցից մեկը, որը այդպես էլ կա։ Միասին ենք ապրել։ Ամբողջ պատմական ժամանակաշրջանը միասին ենք հարաբերվել։ Պատերազմներ իրենց կազմում կռվել մյուս թշնամիների դեմ եւ այդպես դարեր շարունակ եւ դրանով իսկ հանդերձ պահպանելով այդ համագործակցությունը մենք կարողանացել ենք պահպանել մեր ազգը եւ հիմա մեր պետությունը տարբերություն շատ-շատերի Գագիկ Ծառուկյանը ասում էր որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից ապա հայ ժողովուրդը սնանկանալու է ունը զրկվելու է չի կարողանալու հաց առնել ուսմամբ վարձ տալ էսանել Ռոբերտ Քոչյանը ասում էր որ դա կազմաքանդվելու է Հայաստանը որովհետեւ այդքան փող չունի Երևանը որ կարողանա այդ ամեն ինչը կոմպենսացնել եւ այլն սրանք իրատեսական սցենար Դե դա նույնն է ինչ որ այդ հայտի պատմությունը որ 300,000 ադրբեջանցի գալու է Երևան Գիտեք ինչքան մարդիկ են վախվորած այդ մասին ինձ ասել, լուրջ հավատալով։ Հերթական իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են հոռետեսական, որովհետեւ դա որոշակի ազդեցություն ունի։ Այդ մարդիկ աշխատում են իրենց երևի թե եւ տնտեսական շահերի եւ քաղաքական ղեկավարության օգտին, որը գտնվում է Ռուսաստանում։ Ինչի մասն է խոսքը։ Շնորհակալություն։ Սրուցակիցս ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։
Տանը քո հեռուստացույցը դարձրու ամենանոր սերիալները HD որակով դիտելու լավագույն միջոցը։ Դրա համար պարտադիր չէ ոչ հեռախոս, ոչ պլանշետ կամ այլ սարք։ Պարզապես վերցրու հեռուստացույցի վահանակը, սեղմի հավելվածներ կամ ռուսերեն պրիլաժենիա կամ անգլերեն applications եւ այնտեղ գրեք Armflix։ Եվ ինչպես հեռախոսով, այնպես էլ հեռուստացույցի վրա սեղմելով ներբեռնել կամ download, հեռուստացույցի հավելվածներ բաժնում կհայտնվի հենց Armflix-ի կոճակը, որն էլ սեղմելով հեռուստացույցի վրա կբացվի Armflix-ի հավելվածը եւ վերջ։ Քեզ եւ տան բոլոր անդամներին հասանելի կլինեն վերջին սերիալները առաջինը եւ առանց գովազդի ու այն էլ HD որակի դիտելու հնարավորությունը։ Armflix եւ քո հեռուստացույցը լավագույն ժամանցի միջոցներից է։ Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navien գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։